Ապրիլյան քարորյա պատերազմի հետևանքով Թալիշից Չարենցավան է տեղափոխվել ապրեսյանների ընտանիքը։ Նրանք տեղափոխվել են Չարենցավանում գտնվող որդու բնակարան։ Թալիշից տեղափոխված Չերքեզ Ապրեսյանն ասում է, որ առաջին հերթին կարիք ունի իր թոշակը Չարենցավանում ստանալու, քանի որ ինքը հնարավորություն չունի նորից Ղարաբաղ գնալու, թոշակը վերցնելու ու հետ վերադառնալու համար։ Թոշակը տան քանքվեց ուրիշտե։ Ստեղա Ստեփանակի հետ, Մարտակի հետ, վարքինայմ իմ թոշակի փողը Պիտի տաքսի փռնեմ քինեմ կեմ տամյուրը այդ փողը։ Նա նշում է, որ ապրիլ ամսվա թոշակը ստացել է Արցախում գտնվող իր հարսը ու ուղարկել իրեն։ Խոստացել են, որ մայիսի թոշակը նույնպես կուղարկեն Չարենցավան։ Ապրեսյանն ասում է, որ Թալիշը հարուստ գյուղ էր, իրենք անասնաբուծությամբ էին զբաղվում ու ցորեն ցանում։ Մինել այդ վարձորն ենք ցանել, լավ ցորեն ենք ստացել, ծախել։ Ձեզ հերիք է այսպես գոհ եք այնտեղի կյանքից։ Բա, ապրոստո է, ասեմ, հարուստ գյուղ է, շատ հարուստ գյուղ։ Բայց գյուղը թորք չի մտելի, մի թորք մտել չի, հեռու են թխել մեզ։ Չարենցավանում գտնվող որդու բնակարան են տեղափոխվել նաև Մեժլումյանները։ Ռազմիկ Մեժլումյանը 85 տարեկան է, կինը Սեդա Մեժլումյանը 83։ Ամուսինը պատմում է ապրիլի 1-ի գիշերը տեղի ունեցածը։ Ապրիլի 1-ի գիշերին ժամը 2:30 գիշերվա 2:30 սխ տրակուց է եղել։ Ես դուս եկա մզ մարդը, դուս եմ գնում դուրը։ Ինը պարկացեր, թասմա ինչա տրակուց կասեցի հա։ Էլ թորուս այդ վարմը եկա էլի պարկեցի։ Թորուս զանգես պապի ինքապիցերա։ Զանգես պապի մի վախել, կյալ կյումեն, թորուս եկա, իրան ավտովը, իրա մեզ, ռեմը ուժե 4 կես տարավ, 4 կես, 3 կես տարավ, թորուս իրա մեզ մադաղես, ընդ թորնոն եմ ամուսնացած։ Յուրաստան ենք եկել, Յուրաստանան խոցն են եկել։ Յուրաստանան հայը իսել եմ գվա Յուրաստան ենք եկել, մադաղես լա գյուղն են։ Իրան եկանք իրաց տուն, իրաց երեխեքն եմ մզն հետ միասին մին ավտոյավ։ Աղջիկս իրան հարսը, իրան 3 թորը, մգալ մնք երկուսը։ Այդ գշերը։ Իրա մադաղես, մին թորնոն է մադաղես ամուսնացած։ Իրան ամուսինն էլի ապիցերա պոլկումը ծառայիմա։ Եկանք իրաց տուն, ընդեղից մին 15-20 ռոպե, հալա չհասած տուն մունք, հալա կալիդորը տուն չենք մտելի, կալիդորները ման եմ գալիս։ Ես լայն եմ դուրսումը։ Ըտեղ խպեցին, մադասը գյուղապետի ավտոյին, ավտո շուրտուավ, գյուղապետի մեջի։ Ես ասեցի, պայ գյուղապետին անումնը Զավենա։ Սեցի Զավենիմ ավտոյին խպեցին, Զավենի մեջինը։ Թուրուս, որ ամուսնացած է, իմ թուրուս։ Եկամ սես մեջքից պրես ծիղտուա, պապի արիտոն։ Սես ախը Զավենին ավտոյին խպեցին։ Նայեցին ծեսան ավտո շորտուած, Զավենին էլ եկան ավտոյից հանեցին, տարան։ Էլ սկսեցին տեղ խպելը։ Իրար հետա խպեցին։ Մեժլումյանն ասում է, որ արդեն ուժասպառ են, նա բողոքում է տեսողությունից ու լսողությունից եւ ասում, որ կինը չի կարողանում անգամ կերակուր պատրաստել։ Նրանք նպատակ չունեն այլևս Ղարաբաղ վերադառնալու։ Ամանի համ վախացել եմ, համ աման ինչ ելել եմ, ուժը մոնք կարում չենք։ Օշ շոնենք վարկենա մկել 92 թվին փախել եմ եկել։ Տոնուս թալան եմ տուվել։ Կացել 94 թվին կացել եմ տոնուս վերանորոքել։ 62 թվին վար սարկել եմ տոնը։ Բոլհավ, պատալոկավ, գրիշավ, ամման ինչու։ Զաբորներով հայատների, ամման ինչու։ Մկը կացեմ տեզա թուրքերլող կանդած։ Երկորդ հանգա վերանորոքել եմ։ 2 հարկի այմ շենքս։ 3 տագնա, 3 կախեն սենակն է։ 2 հարկի շենքա։ Կացեմ վերանորոքել, մկը նորից Ես հենց եմ եկել, ոչ շոր եմ պիրել, ոչ տեղա շոր եմ պիրել, ոչ մի բան էլ արել չեմ։
Մեժլումյանը նույնպես խնդրում է թող լուծեն իր թոշակի հարցը ու նա հնարավորություն ունենա այն ստանալ Չարենցավանից։ Ամուսինները պատմում են, որ Արցախում մինչև 2 տարի առաջ զբաղվել են հողագործությամբ, նաև թոշակ են ստացել ու այդպես ապրել։